Տերը օրհնի բոլորիս սիրելի հարազատներ, Փառք Տիրոջը եղբայրների խոսքի համար, Աստված մեզ օրհնի, ես ժամանակը խնայելու համար ուզում եմ հիշեցնեմ, եթե հիշում եք հայտնության մեջ գրված է, որ ավետարանը պետք է կարդալ, ավետարանը պետք է լսել, բայց ավետարանը պետք է պահել։ Եվ շատ անհրաժեշտ է, թե մենք ինչքանով ենք այսօր այդ խոսքը բնական է ամեն կիրակի եւ ոչ միայն կիրակի եւ շատ առումներով մենք լսում ենք։ Ես վստահ եմ, որ շատերս ինչ որ չափով ավետարանը նաեւ կարդում ենք, եթե չգիտեմ բաց թողումները ավետարանի կարդալու հաճախակի է դառնում, դա ճիշտ չի, դա լավ չի, դա պետք է լինի, ինչպես եղբայրը ասեց, ամեն օր, բայց ամենաանհրաժեշտ բանը հետևյալն է, իսկ ինչքանով ենք ավետարանի խոսքը մեր սրտերում թաքցնում եւ ինչքանով ենք ավետարանի խոսքը պահում։ Տերը թող մեզ օրհնի եղբայրներ, քույրեր ջան։ Ես որ ուզում եմ խոսել, երբ որ մենք ավետարան պահող անձնավորություններ ենք եւ քայլում ենք ավետարանի խոսքի համեմատ, մեր կյանքում տեղի ունենում շատ լուրջ փոփոխություն, որի վրա ես ուզում եմ մի փոքր կանգ առնեմ։ Եթե հիշում եք Մատթեոս ավետարանի 23-րդ գլխի մեջ շատ հետաքրքիր ներկայացված է, երբ որ Տեր Հիսուսը իր աշակերտների հետ մտել էր տաճար եւ տեսնում էր, թե տաճարում ինչ է կատարվում, աշակերտներին ասեց, որ Մովսեսի աթոռը վերցրել են փարիսեցիներն ու դպիրները, նրանք ինչ որ ասում են, նրանց ասածը լսեք, բայց իրենց գործերի պես չանեք։ Որից հետո 8 անգամ գրում է վայ ձեզ դպիրներ, վայ ձեզ փարիսեցիներ։ Եվ ամեն անգամ ասելով վայ ձեզ ներկայացնում է, թե ինչի համար է Տեր Հիսուսը մեղադրում նրանց եւ յուրաքանչյուր մեղադրանքը Աստծո խոսքը ծռելու մեջ է։ Դպիրներ, փարիսեցիներ, որոնք ամեն շաբաթ օրը բացում էին գիրքը, ժողովրդին Աստծո խոսք էին բացատրում, բայց հետաքրքիր է, որ իրենք բացատրում էին, բայց հետագայում Տեր Հիսուսը խոսում է, որ նրանք այդ խոսքը ինչ էին անում, ծռում էին։ Եվ տաճարի ներսը այսպիսին էր։ Եվ երբ որ տաճարից դուրս է գալիս 24-րդ գլխի մեջ Մատթեոս ավետարանի, աշակերտները մոտենում են Տեր Հիսուսին եւ ցույց են տալիս դրսից տաճարի շինվածքը եւ ասում են, տես ինչքան գեղեցիկ շինվածք ունենք, մեր տաճարը ինչքան գեղեցիկ է։ Եվ Տեր Հիսուսը ինչ է ասում, իսկ սպասում են առաքյալների զարմանալի պատասխան է տալիս աշակերտներին, ասում է հետեւյալը. ճշմարիտ ասում եմ ձեզ, որ այդ շինվածքից քարը քարի վրա չի մնալու։ Սիրելի եղբայրներ, քույրեր ջան, ինչի համար քարը քարի վրա պիտի չմնար, երբ որ այդ տաճարը բավականին երկար, գրեթե 46 տարվա մեջ կառուցված տաճար էր եւ իրականության մեջ շատ սիրուն էր։ Բնական է հետևանքը, երբ որ եղավ Տեր Հիսուսի այդ պատասխանը, խնդիրը նրանում էր, որ տաճարի ներսը իր նպատակին չէր ծառայում։ Տաճարի ներսը, որ պիտի լիներ Աստծուն փառաբանություն եւ երկրպագություն իր բոլոր առումներով, տաճարի ներսը ապականվել էր։ Տաճարի ներսը շեղվել էր ավետարանից, տաճարի ներսը լրիվ ուրիշ բանի էր ծառայում։ Եվ Տեր ասես, որ այդ տաճարից որևէ բան չի մնալու։ Եվ գիտեք, որ այդ մարգարեությունը 70 թվին ուրեմն կատարվեց։ Իմի սիրելի եղբայրներ, քույրեր, Տիրոջ խոսքը ասում է, որ դուք յուրաքանչյուրը Սուրբ Հոգու տաճար եք եւ Աստծո Հոգին ձեր մեջ կմնակվի։ Եվ եթե մեկ այդ տաճարը ապականի, Աստվածը նրան կապականի։ Եվ հիմա խնդիրը նրանում է, որ իմ ներսը, ինչպես եղբայրը ասեց, որպես Սուրբ Հոգու տաճար, պետքա լեցվի այնտեղ եւ պետքա պահպանվի այնտեղ բոլոր ավետարանի ճշմարտությունը։ Եվ եթե ես ավետարանը պահող անձնավորություն եմ եւ ավետարանով քայլող անձնավորություն եմ, ապա ես ուզում եմ մի կարևոր կետ նշեմ, որ իմ կյանքում դա պիտի երևա այդ
տարբերությունը։ Եվ ուզում եմ հիշեցնեմ Հովհաննես Ավետանի 13-րդ գլխի առաջին համարից։ Այսօր ես իմացա, որ այստեղ եղել է հաղորդություն, պաշտամունքից առաջ վստահ եմ, որ սա կարդացվել է, եւ շատերս անգիր գիտենք, որ գրված է Զատկի տոնից առաջ։ Հիսուսը գիտած, որ իր ժամը հասել է, որ այս աշխարհից փոխվի դեպի Հայրը, իրեններին, որ այս աշխարհում են սիրեց եւ մինչեւ վերջը սիրեց նրանց։ Սիրելի եղբայրներ, քույրեր, այստեղ շատ հստակ գրված է, Տեր Հիսուսը իմանալով, որ շուտով այս աշխարհից պիտի փոխվի դեպի Հայրը, պիտի այս աշխարհից գնա։ Գրված է, իրեններին սիրեց, որ այս աշխարհում են եւ մինչեւ վերջը սիրեց նրանց։ Սամվել եղբայրը խոսեց, որ Աստծո սերը երբեք մարդու նկատմամբ չի փոխվում, մեղավորի նկատմամբ չի փոխվում, բայց խնդիրը հետևյալն է, իսկ ինչպիսին է իմ սերը դեպի Աստված եւ դեպի Աստծո ժողովուրդը։ Սիրելի եղբայրներ, քույրեր, շատ անհրաժեշտ է, որ այսօր ամեն մեկս մենք նայենք մեր սրտին։ Մենք շատ ենք խոսում, որ մենք ապրում ենք վերջին ժամանակներում։ Եվ ինչքան որ օրերը մոտենում են, եւ ինչքան որ հասկանում ես, որ հնարավոր է, որ սա լինի քո վերջին օրը, հնարավոր է վաղը քոնը չի, ես ուզում եմ ասեմ հետևյալը, իսկ ինչպիսին է այսօր իմ ու քո սիրտը։ Եղբայրներ, քույրեր, մենք կարող ենք ասել, որ ես սիրում եմ ամենքին եւ մինչեւ վերջը կարող եմ սիրել նրանց։ Այստեղ շատ հետաքրքիր է, որ Տեր Հիսուսը խոսում է, ասում է, իրեններին սիրեց։ Ինչ ասա նշանակում։ Եթե փորձենք հասկանանք, սիրելի եղբայրներ, քույրեր, ովքեր են այդ իրենները։ Այդ իրենների մեջ էր Հուդան, որը ընդամենը մի կարճ ժամանակ հետո, այդ ոտնլվայից հետո նա պիտի գնար եւ Տեր Հիսուսին մատներ։ Նա պիտի գնար եւ մատներ Տեր Հիսուսին ընդամենը 30 արծաթով։ Այդտեղ էր այն Պետրոսը, որը շատ շուտով պետք է անիծելով ուրանար իր վարդապետին։ Եվ այդտեղ է նաև մնացածը Թոմասը, որը իր թերավատությամբ աչքի ընկավ, եւ մնացած աշակերտները, որոնք այդ պահին պիտի թողնեին Տեր Հիսուսին մենակ եւ ամենքը պիտի փախչեին։ Ահա այս աշակերտների մեջ Տեր Հիսուսը խոսում է, ասում է իրեններին սիրեց եւ մինչեւ վերջը սիրեց։ Այս վիճակի մեջ նա որևէ մեկին օտար չհամարեց։ Սիրելի եղբայրներ, քույրեր, սերը օգնում է, որ քո կյանքում որևէ մեկը քեզանից օտար չդառնա։ Ես ուզում եմ, որսի ամեն մեկս մեր անձերը անձնաքննության բերենք եւ նայենք տեսնենք մեր կյանքում ինչքան անձնավորություններ կային, որոնք ժամանակին մեզ համար շատ հարազատ էին, բայց այսօր միգուցե այդպես չի։ Չգիտեմ, ինչ որ դիպվածով, ինչ որ իր մոտեցումով, ինչ որ սխալներով քո նկատմամբ, բայց այդ մարդը քեզ համար այսօր օտարացել է։ Այսօր չկա այդ հարազատությունը իր նկատմամբ։ Ինչի համար, եղբայրներ, քույրեր, ինչի համար, երբ որ Տեր Հիսուսը գիտեր, որ Հուդան շուտով մատնելու է իրան, ծախելու է 30 արծաթով, բայց Հուդային օտար չհամարեց։ Հուդայի ոտքերը լված, հետո նոր դուրս անեց։ Հուդայի նկատմամբ նա լեցված չէր, սիրելի եղբայրներ, քույրեր, Հուդային սիրեց եւ մինչեւ վերջը սիրեց նրանց։ Այսօր շատ անհրաժեշտ է, երբ որ մենք գիտենք, որ վաղը միգուցե մենք էլ փոխվենք եւ գնանք երկինք, ապա շատ անհրաժեշտ է այսօր փոխիր սրտիդ վիճակը Աստծո եւ Աստծո ժողովրդի նկատմամբ։ Ես չգիտեմ ով ինչ սխալ է արել, ինչքանով են մեզ ցավացրել, բայց ընդունիր, որ նա քո եղբայրն է, ընդունիր, որ նա քո քույրն է, նա քո հարազատն է եւ օտար մի համարիր, եղբայրներ, քույրեր։ Եվ նաեւ մենք գիտենք, երբ որ Հուդան եկավ արդեն մատնելու, Տեր Հիսուսը գիտեր, որ Հուդայի համբյուրը դա մատնության համբյուր է, դա նշան է, որ իրան պիտի բռնեն։ Եվ Տեր Հիսուսը հստակ է ասում, որ Հուդա համբյուրով ես մատնում մարդու որդուն։
Ամեն ինչ Տերը գիտեր, բայց երբեք Տեր Հիսուսը չհրեց Յուդային, չասեց դու ինձ արժանի չես, ես գիտեմ այդ ինչ համբյուրա, չմոտենաս հանգարց ինձ, չկպնես դու արժանի չես, ոչ, նա թողած Յուդան իրան համբյուրի եղբայրներ քուրեր, նա թողած եւ հանգիստ ասեց ես գիտեմ այդ ինչ համբյուրա Յուդա, բայց նորից ուզում էր հասկացներ, որ ես քո նկատմամբ խնդիր չունեմ Յուդա, ես քեզ սիրել եմ, ես հիմա եմ քեզ սիրում, սիրելի եղբայրներ քուրեր, ավետարան պահող անձնավորությունը լինում է ճիշտ այսպիսին եւ նույն Տեր Հիսուսը խաչի վրա նա այդ ներումն էր խնդրում բոլոր իրեն խաչողների համար ահա ավետարանի հրաշքը որ եղբայրը ասես մտնում է քո բոլոր հոդվածները փոխում է քո կյանքը եւ բերում է այդ բժշկությունը նա բերում է քեզ նա շնորհում է քեզ սիրող սիրտ որ կարողանում ես սիրես բոլորին ընդում միջև թշնամուն եւ Տեր Հիսուսը դրա համար ասեց սիրեցեք ձեր թշնամիներին սիրելի եղբայրներ քուրեր Աստված թող մեզ օգնական լինի եւ ես ուզում եմ որսի մենք կարողանանք մի երկու օրինակով տեսնենք ինչպիսին է իմ սիրտը Աստծո առաջ արդյոք ավետարանը իր գործը իմ կյանքում արել է եւ անում է թե ոչ եղբայրներ քուրեր եթե մենք հարցնենք շատ-շատերիս հնարավոր է մենք մեզ համոզում ենք մեր կյանքում ամեն ինչ նորմալ է բայց իրականում այդպես է թե այդպես չի նայ քո կյանքում ինչքան մարդիկ կան որոնք այսօր իմ ու քո սրտի մեջ միգուցե օտարացել են իրանց չես ուզում տեսնել իրանց հետ չես ուզում շփվել առաջին թագավորաց 24-րդ գլխի մեջ երբ որ մենք կարդում ենք 6 համարը սա խոսում է Դավիթի հանդիպումը Սավուղի հետ երբ որ Սավուղը ընկել էր Դավիթի հետևից եւ Դավիթը Սավուղին բռնեց քնած վիճակում եւ Դավիթի հետ դիլող մարդիկ ասեցին հետեւյալը ասին այ հիմա սա այն պահն է որ Աստված քեզ ասեց որ քո ձեռը պիտի մատնեմ քո թշնամուն եւ հիմա եկել է այդ պահը Սավուղի հարցերը լուծիր Սավուղի հարցերը բրծիր Սավուղից եւ Դավիթը ինչ ասեց եղբայրներ քուրեր շատ հետաքրքիր է Դավիթը ընդամենը գրված է հանդերձի ծայրը մի փոքր կտրեց բայց հետո ինչ արեց նրա սիրտը գրված է շարունակությունը որ Դավիթի սիրտը խղճաց որ Սավուղի վերարկուի ծայրը կտրեց խղճաց ընդամենը հանդերձի ծայրն էր կտրել ընդամենը հանդերձի մի փոքր հատվածին էր կպել բայց սիրտը ինչ արեց խղճաց ասեց ես պիտի չանեի այդ բանը ինչի որտեղ ինքը Աստծո օծյալ է սիրելի եղբայրներ ինչի համար Դավիթի սիրտը խղճաց Սավուղի համար թե Սավուղը այդքան ցավ էր պատճառում Դավիթին եւ ամենավերջին ձևով ուզում էր սպանել Դավիթին բայց Դավիթը այդ սիրտը չուներ Սավուղի նկատմամբ ինչի որտեղ Դավիթը սիրում էր Սավուղին երբ որ Սավուղը մահացավ Դավիթը 40 օր սուք արեց եւ ստիպում էր ամբողջ Իսրայելի ժողովրդին սկսած աղջիկներից ասում էր սուք արեք որտեղ ձեր մեջից մի զորավոր գնաց երբ որ հանդիպում էր Սավուղին ասում էր հայրիմ ինչու համար ես իմ հետևից ընկել սիրելի եղբայրներ քուրեր թեև այդքան չարությունների մեջ բայց Դավիթը ուրիշ սիրտ ուներ նա Աստծո սրտի համեմատ մարդ էր եւ Դավիթի սիրտը զղջաց եւ խղճաց եկեք նայենք մեր սրտին ինչքան է եղել որ մենք շատերին չգիտեմ ինչեն ենք կամեցե ինչքան է եղել որ շատերի մասին մենք բաներ ենք խոսացել եւ միջև այսօր քո ներսը չի զղջում քո ներսը չի խղճում որ նման բաներ ես արտահայտվել եղբայրներիդ քույրերիդ չգիտեմ ում նկատմամբ Միգուցե արդարացիորեն քեզ փորձում ես համոզես, որովհետև դու ճիշտ ես ասել, դու ճիշտ ես խոսացել, ինքը քո նկատմամբ շատ չարություններ արել, բայց ուզում եմ ասեմ, ավետարանի գործը քո կյանքում այս հրաշքն է բերում, որ ինչ էլ անեն քո նկատմամբ, քո սիրտը շարունակում է նրան սիրել եղբայրներ քույրեր, եւ Տեր Հիսուսը ճիշտ այդպիսին էր, սիրեց եւ մինչեւ վերջը սիրեց
Երկրորդ օրինաց 20-րդ գլխի մեջ հետաքրքիր էսպիսի համար կա, սիրելի եղբայրներ քույրեր, երկրորդ օրինաց 20-րդ գլուխ 8 համարի մեջ գրված է, որ ասма երբ որ կգնաք պատերազմ, ում սիրտ է, որ վախկոտ է եւ այլն, չէ, ովքեր թուլասիրտ են, հետ դարձրու, ինչի, ասման որ չլինի պատերազմակից եղբայրների սրտերը ինչ անի, թուլացնի, սիրելի եղբայրներ քույրեր, Աստծո սիրող սրտի նման սիրտը երբեք իր դիմացինի սիրտը չի թուլացնում, երբեք չի թուլացնում, երբ որ Մովսեսի ձեռքերը թուլանում էր եւ իջնում էր, մտան նրա ձեռքերի տակ եւ այդ ձեռքերը վերև բարձրացրեցին, անկեղծ նայի, քանի հոգու ենք մենք այսօր թուլացրել, մեր խոսքերով, մեր դատերով, մեր բամբասանքներով, միգուցե մեր մոտեցումներով, մեր նեգատիվ խոսքերով, սիրելի եղբայրներ քույրեր, քանի հոգու ենք մենք թուլացրել, բայց ուզում եմ ասեմ հետևյալը, եթե սիրտը սիրող լինի, քո եղբոր սիրտը չես թուլացնի, անկախ նրանից թե նա ինչ կարտահայտվի, ինչեր կասի, ինչ բողոքներ ունի, բայց երբեք դիմացինի սիրտը ես չեմ թուլացնի եղբայրներ քույրեր, եթե ավետարանը արել է այդ գործը եւ իմ ներսը, իմ սիրտը սիրող է, ապա ես ամեն բան կանեմ, որ իմ թուլացած եղբոր սիրտը ինչ լինի, ավելի հաստատվի եւ ավելի զորանա, սիրելի եղբայրներ քույրեր։ Հաջորդը, որ ուզում եմ ասեմ եւ մենք կկանգնենք աղոթքի Մովսեսից, ուզում եմ մի հետաքրքիր օրինակ բերեմ։ Դու գիտեք, որ Մովսեսը երբ որ Իսրայելին առաջնորդում էր, գրված է, որ Իսրայելը շատ անհնազանդ, ապստամ, չգիտեմ, կռապաշտ ժողովուրդ էր։ Իսրայելը երբեք չէր լսում։ Իսրայելի համար գրված է, չէ, որ նա շատ կամակոր էր։ Եվ Մովսեսը առաջնորդում էր Իսրայելին։ Եվ երբ որ Մովսեսը գնացել էր, հելել էր Սինա սարը եւ այնտեղից բերում էր Աստծո խոսքը եւ պատվիրանները, Իսրայելը այդ ժամանակ ներքևում հորթ էր ծուլել եւ այդ հորթին ասում էր ահա քո Աստվածը, որ քեզ Եգիպտոսից հանեց։ Սիրելի եղբայրներ քույրեր, եւ Աստված, ուրիշ որևէ մեկը չէ, ինքը Աստված ասեց Մովսեսին. «Արի այս ժողովրդին ինչ անեմ, այս ժողովրդին վերացնեմ եւ քեզանով մի հատ ուրիշ ազգ կշինեմ եւ դու կլինես այդ ազգի առաջնորդը»։ Եվ Ահարոնն էլ այդ ամեն բանի գլուխգործոցներից մեկն էր, բայց Մովսեսը ուրիշ սիրտ ուներ, եղբայրներ քույրեր, եւ գրված է շատ պարզ գրված է եղբայրներ քույրեր Ելից գրքի մեջ 36-րդ գլխի մեջ շատ պարզ գրված է եւ Ելից 17-րդ գլխի մեջ եւ շատ ուրիշ գրքերի մեջ երկրորդ օրինացի մեջ այդ դիպվածների մասին գրում է երկրորդ օրինացի եղբայրներ քույրեր ջան երկրորդ օրինացի մեջ երբ որ կարդում ենք 9-րդ գլուխ 20 համարում Մովսեսը հետաքրքիր բան ասում ասում է ժողովուրդը երբ որ դուք մեղք գործեցիք եւ Աստծուն շատ բարկացրեցիք Այն կարգի ասում է որ ես վախեցա տեսնելով Եհովայի բարկությունը ձեզ վրա եւ նաեւ այդ բարկությունը իմ եղբայր Ահարոնի վրա գրված է ես 40 օր ոչ հաց կերա ոչ ջուր խմեցի եւ անկա Աստծո առաջին եւ խնդրեցի որ Աստված իր որոշումից հետ կանգնի որովհետեւ ասում Աստված որոշել էր եւ ձեզ եւ Ահարոնին կորցներ եւ Աստված լսեց եւ ասում է այս անգամ էլ ինձ լսեց եւ իր որոշումից հետ կանգնեց սիրելի եղբայրներ քույրեր ինչքան կարեւոր է հեշտ չի 40 օր մտնել ծոմապահության մեջ դա հեշտ չի հələ մի հատ նայեք երբ որ հայտարարվում է հոգս կա խնդիր կա կամ ծոմապահություն կա մի հատ նայեք ինչքան ենք մենք ծոմ պահում ինչքան ժամանակ ենք մենք անցկացնում ծոմի կամ թեկուզ աղոթքի մեջ տվյալ հոգսի համար բայց Մովսեսը 40 օր այդ ազգի եւ եղբոր համար ծոմ պահեց ուզում եմ ասեմ ինչի համար որովհետեւ սիրում էր որովհետեւ սիրում էր իր ազգը որովհետեւ սիրում էր իր եղբորը նույն Ահարոնը երբ որ թվոց գրքի մեջ գրված է միացավ իր քրոջը հելավ Մովսեսի դեմ այս անգամ Աստված Մարիամին բոլոտությամբ հարվածեց
Ահարոնը նորից մոտիկացավ ասեց Մովսես, այս ամոթանքը թող չլինի քո քրոջ վրա, խնդրի Աստված ողորմություն անի։ Եվ Մովսեսը նորից մտավ աղոթքի ու ասեց մի արա Տեր էս բանը։ Եվ գիտեք Աստված Մարիամի նկատմամբ ասում է 7 օր թող բանակից դուրս գա եւ 7-րդ օրը այդ բժշկությունը տվեց։ Սիրելի եղբայրներ, քույրեր, Մովսեսը դա արեց, որովհետև սիրում էր։ Հիմա ուզում եմ հարց տամ, ինչի՞ չես կարողանում ներես։ Անկախ նրանից, թե ինչքան են քո նկատմամբ սխալ եղել։ Ինչի չես կարողանում ընդունես, ինչի ես օտարացրել։ Եթե ուզում ես պատճառները լիքն են, բայց դա չի արդարացնում քո ներսի օտարացումը։ Դա չի արդարացնում, որ դու չես կարողանում ներես։ Դա խոսում է մի բանի մասին, որ ավետարանը քո ներսում դեռ չի կատարել են բժշկությունն ու գործը, որ քո սիրտը դարձնի սիրող։ Բայց Աստծո ուզածը սա է, որ ունենաս սիրող սիրտ։ Սիրես Տեր Հիսուսի նման, որևէ մեկին չօտարացնես եւ կարողանաս բոլորին ընդունելով հարազատ, սիրես ու մինչև վերջը սիրես նրանց եղբայրներ քույրեր։ Եվ ես ուզում եմ, որ այս աղոթքը, որ հիմա կանգնենք աղոթքի սիրելի եղբայրներ քույրեր, ես ուզում եմ աղոթեմ բոլոր այն սրտերի համար, ովքեր հիմա համաձայն են, թողնեն իրենց եղբայրներին կամ չգիտեմ ումից որ նեղվել ես, թողնես իրենց հանցանքները։ Ես ուզում եմ աղոթենք բոլոր նրանց համար, ովքեր հիմա ուզում են սիրեն բոլոր նրանց, ովքեր օտարացել են իրենց սրտից։ Ես ուզում եմ, որ այսօր ավետարանը այս հրաշքը մեր մեջ կատարի, այս բժշկությունը բերի, որ իմ սիրտը բոլորին սիրի եւ ես կարողանամ սրտանց ներեմ եւ ընդունեմ ամենքին, որպես ինձ եղբայր ու քույր, որպես ինձ հարազատ։ Տերը օրհնի սիրելի եղբայրներ քույրեր, եկեք կանգնենք աղոթքի։